Այժմ տեսնենք ինչ է սպասում երկօրյակներին հունիս ամսվա ընթացքում։ Ինչ է սպասվում հունիսին երկօրյակներին։ Ընդհանուր տրամադրությունը անձնական հարցերում, աշխատանքում, ֆինանսներում եւ եւս մեկ լրացուցիչ կարտ։ Ինչ կկարևորեն երկօրյակների համար կարտերը։ Ընդհանուր տրամադրություն տեսնում կայուն, առանձնապես մեծ փոփոխություններ չեմ տեսնում երկօրյակների համար հունիս ամսվա ընթացքում։ Ամեն ինչ կայուն է։ Խեցիով, այսինքն միգուցե իրենք էլ առանձնապես տրամադրված չեն ինչ-որ բան փոխելու, ինչ-որ բան անելու, շատ ակտիվ չեմ կարծում կլինեն երկօրյակները հունիս ամսվա ընթացքում, եւ կարող է եթե ոչինչ չանեն, ոչինչ էլ չփոխվի, ամեն դեպքում միգուցե ձանձրալի լինի, բայց միգուցե մարդիկ պարզապես հանգստանում են։ Տեսնենք։ Ինչ է սպասվում անձնական հարաբերություններում։ Անձնական հարաբերություններում իրականում շփում կլինի եւ լուրեր էլ կգան, նորություններ, ձեր բարեկամների, ազգականների, միգուցե ընկերների մասին, ինչ որ լուր կստանաք։ Մարդիկ կարող են նաեւ ձեզ հյուր գալ։ Տեսնենք ինչ է սպասվում անձնական հարաբերություններում հունիսին։ Ինչ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Շատ եմ տեսնում կերպարներ, տեսեք, մարդիկ եւ կանայք եւ տղամարդիկ։ Շատ կերպարներ եմ տեսնում։ Եթե հիշում եք, անձնականը սկսեցի ասելով, որ ինչ որ լուր կգա, կարող են մարդիկ գալ ձեզ հյուր, ազգական, բարեկամ, ընկերներ չեմ կարող ասել։ Ես այստեղ էլ տեսնում եմ այստեղ կին եւ ժամադրության եւ հանդիպումների կարտը, այսպես կանայք բամբասում են, զրուցում են, տղամարդիկ էլ իրար հետ, կանայք իրար հետ են ըստ էության զրուցում, տղամարդիկ։ Այսպես կարող են ընտանիքներով, չեմ ընդ որում երկու զույգ են, չգիտեմ, երկու քույրեր են ամուսինների հետ, երկու ամուսիններ են կանանց հետ, ինչպես են, ովքեր են, բայց 4 հոգի եմ տեսնում, այսինքն բավականին շփում կլինի եւ երեխաներ կլինեն։ Կարող եմ ասել, որ որոշ երկօրյակներ կարող է բոլորին չվերաբերել, ինչ որ ընտանիքով շատ կհանդիպեն, կզրուցեն։ Իրենց կյանքում շատ բան չէր փոխում, իրենք երևի ավելի շուտ իրենք են տանը, իրենց են հյուր գնում։ Ամեն դեպքում բարեկամների, ազգականների, ընկերների հետ անպայման շփում կլինի, ընդ որում ընտանիքներով, ամուսիններով, երեխաներով։ Նավակը Այսպես կարող եմ ասել, ինչ որ հետաքրքիր զրույցներ կունենաք, ինչ որ կուզենաք ընտանիքով նաև միգուցե ամառը հետագայում հունիսից հետո, չգիտեմ, ճամփորդելու համար կուզեք զրուցել, պլանավորել, մեծ խմբով գնալ այս անգամ, այսինքն ինչ որ մի ընտանիք չի, այստեղ տեսնում եմ էլի մարդիկ, էլի եմ ասում, բավականին շատ մարդիկ եմ տեսնում։ Միգուցե պլաններ եք գծում, բայց առայժմ տեղից ոչինչ չի շարժվում, որտեղ ինչ որ ֆինանսներով պետք է կարողանաք հարցեր կարգավորել եւ առայժմ միայն կվերջանա խոսակցություններով։ Այսինքն հունիս ամսին բավականին շփում կլինի եւ ոչինչ էլ առանձնապես չի լինի, ես խարսխի կարտով էլ, եթե հիշում եք, սկզբում ցույց տվեցի, առանձնապես անշարժ ժամանակահատված կլինի, բայց տեսնում եմ, որ շփում կլինի ամեն դեպքում, գործողություն շատ չի լինի, բայց շփում կլինի։ Այսինքն կփորձեք ընտանիքով մեծով փոքրով որոշել ուր եք ուզում գնալ, ամառը որտեղ հանգստանալ եւ ծախսերը ձեր կարգավորել ճամփորդության համար գումարներ են պետք, կամ ինչ նպատակ ունեք, ինչ էլ որ ուզում եք անեք, իրականում պարզապես կվերջանա խոսակցություններով եւ տեղից ոչինչ չի շարժվի։ Բայց միգուցե ինչ-որ հայտարարի գա կորոշեք եւ հետագայում կարողանաք ձեր նպատակներն իրականացնել։ Աշխատանքի վայրում տեսնում եմ կամ կորուստներ, կամ խնդիրներ, տեսնենք։ Կամ ինչ-որ բան պետք է թողեք գնա։ Աշխատանքի վայրում տեսնենք։ Ինչ է սպասվում աշխատանքում կամ գործերում երկօրյակներին հունիս ամսին։
Շատ տարօրինակ կարտեր եմ տեսնում։ Հարգելի երկօրյակներ, սկսվեց աշխատանքի հետ կապված խաչի 7, հենց նշանակում է աշխատանքի հետ կապված։ Տեսնում եմ կորուստ, կամ դուք թողնում եք ինչ-որ մեկը գնա, եթե դուք կարող եք ինչ-որ մեկին գործից հեռացնել, ես այստեղ նաև տեսնում եմ գերանդիով կտրող գործիքը, կարող եմ ասել, կարող է այդպես լինել, ինչ-որ մեկին աշխատանքից հեռացնում եք, բայց շատ ուրախել չեք, որ հեռացնում եք անկեղծ ասած, միգուցե մարդու հետ վաղուց էիք շփվում, երկար հարաբերությունների մեջ էիք մարդու հետ եւ կարող է լինել կին կոնկրետ, որին հեռացնում եք, դժվարությամբ եք ացնում, բայց պետք է թողեք մարդը գնա, ես այդպես եմ տեսնում, որ ճիշտ է, որ թողեք իրականում մարդը գնա, շատ միգուցե հարգում եք, տարիքով մեծ է, վաղուց աշխատել է, բայց մարդը էլ չի կարողանում գործ անել, որտեւ անդադ տեսնում եմ, այստեղ ամպեր են կուտակված, այսինքն խաչի հետ կապված բավականին խնդիրներ եմ տեսնում, նաև խաչի 6-ը, խաչի 7-ը, խաչի թագավորը, այսինքն խնդիրներ կա եւ այդ կնոջ կին եմ տեսնում, Ղարիտզով, Ղարիտուզը այնքան էլ լավ չի, այսինքն խնդիրը կնոջ շուրջ է, ինչ որ խնդիրներ կան աշխատանքի վայրում։ Դուք լուրը ստանում եք, երևի թե ձեզ կողքից ավելի հուշում են, որ պետք է թողնեք մարդը գնա։ Ձեզնից շատ բան կախված չէ, ինձ թվում է դուք այնքան էլ ուրախ չեք, որ գործից հանում եք աշխատողին տարիքի համար է, մտերիմ եք նրա հետ, չեմ կարող ասել, իրականում դա ճիշտ որոշում կլինի, ճիշտ փոփոխություն կլինի, եւ դուք պետք է իրականում կտրեք, այսինքն հարաբերություն, պետք է թողնեք մարդը գնա, ճիշտը կլինի այդպես, բոլոր այսպես աշխատանքի հետ կապված խնդիրները կլուծվեն։ Իսկ եթե այլ տեսանկյունից մոտենանք, դուք չունեք այդպիսի լիազորություն ինչ-որ մեկին աշխատանքից հանելու, եւ դուք աշխատանքի վայրում պարզապես խնդիրներ ունեք ինչ-որ կնոջ հետ, ձեր գործընկերուհին է կամ միգուցե ձեր ղեկավարն է, վերադասն է, դուք ունեք խնդիրներ, անդադ նեղվում եք, միգուցե կարող եմ ասել, որ միգուցե դուք պետք է թողնեք հեռանաք։ Ես չեմ տեսնում, որ ձեզ հանում են աշխատանքից, ես կարող եմ ասել, որ դուք կարող եք հունիսին մտածել այդ մասին, դուք փորձում եք, չգիտեմ, ինչ-որ լուրի եք սպասում եւ վաղուց եք սպասում, միգուցե փնտրում եք այլ աշխատանք, նախ ուզում եք աշխատանք գտնել, հետո նոր գնալ, 6-ով տեսնում եմ ճանապարհը, այսինքն դուք փորձում եք ելքը գտնել, ինչպես ձեզ համար ավելի մեղմացնել իրավիճակը, ուզում եք փոխել, 9-ով փոփոխությունն եմ տեսնում, եւ շատ այսպես արագել ուզում եք կտրուկ, դուք ուղղակի ուզում եք փոխել իրավիճակը, փնտրում եք աշխատանք, գիտեք, բարդ իրավիճակ է խաչով կարող եմ ասել, եւ ձեզնից շատ բան կախված էլ չէ, ես տեսնում եմ, որ որոշումը, եթե ինչ-որ մեկը թողնում էր աշխատողը գնա ճիշտ որոշում է, եթե դուք ուզում եք նոր աշխատանք գտնել եւ հեռանալ, դա էլ ձեզ համար ճիշտ որոշում է։ Պետք է այս հարաբերությունները վերջացնել։ Բայց հունիս ամսվա ընթացքում կվերջացնեք թե չէ, կդժվարանամ ասել։ Ես էլի վերջնական պատասխան չեմ տեսնում, բայց կարող եմ ասել, որ որոշումը ճիշտ է։ Թողնում եք ինչ-որ մեկը գնա կամ դուք եք ուզում գործից դուրս գալ հեռանալ, երկու որոշումն էլ ձեզ համար ճիշտ է։ Տեսնենք լրացուցիչ կարտերն ինչ-որ բան կասեն։ Լրիվ տարբեր կարտեր են, տեսեք, սրանք լինարման կարտեր են, սրանք տարո կարտերն են, ես նույն բանն եմ տեսնում։ Այսինքն երևի մարդու հետ ինչ-որ ամեն դեպքում ջերմ հարաբերություններ ունեք։ Եթե մարդը խնդիր է առաջացնում, չեք վիճում։ Դուք իր հետ վատ հարաբերությունների մեջ չեք, եթե ինչ-որ մեկը աշխատողին է թողնում հեռացնում։ Պարզապես իր պատճառով խնդիրներ կան, մեծացել է, չի կարողանում տեսնում, ենք այստեղ զառամյալ ծերունի եմ տեսնում։ Այսինքն մարդը պետք է եւի թոշակի գնա եւ չի գնում, դուք էլ անդադ երգը չեք տեսնում, ինչպես կարող եք մարդը այսքան տարի աշխատել է, աշխատանքից հեռացնել։ Ես վերջը տեսնում եմ եք հեռանալու կարտը, մարդը պետք է հեռանա, մարդուն պետք է հեռացնել, ուղարկել թոշակի, եթե ինքը իր կամքով ձգձգում է չի ուզում գնալ, դե լավ բան եմ ասում, վատ բան ներողություն, ես կարտերով ինչ տեսնում եմ, այն ասում եմ։ Իսկ եթե դուք տարբերակ չեք տեսնում, աշխատանքը չեք ուզում կորցնել, որովհետև աշխատել եք երկար տարիներ, բայց ինչ-որ մեկի հետ խնդիր կա, եւ մի տեսակ համ չեք ուզում, բայց հասկանում եք, հավատում եք, որ պետք է գնալ, առայժմ ելքը չեք տեսնում, չի երևում, բայց կորոշեք հեռանալ, սա հեռանալու կարտն եմ տեսնում, ամեն դեպքում ամեն ինչ թողնում եք ետևում եւ գնում եք նոր կյանքի ետևից։ Նորից եմ կրկնում, նույնը կրկնվեց, այսինքն կամ դուք եք հեռացնում ինչ-որ մեկին, կամ դուք եք հեռանում, երկու տարբերակում էլ, երկու դեպքում էլ ճիշտ որոշումը հեռանալն էր կամ հեռացնելը մարդուն։ Ֆինանսներում տեսնում եմ էլի անհաջող կարտ։ Ինչ որ անհամաձայնություն եմ տեսնում ֆինանսներում։ Տեսնենք ինչն է ինչի հետ այսպես անհամաձայնության գալիս։ Մարդիկ են անհամաձայնության գալիս ֆինանսների հետ կապված, թե պարզապես ծախսերն ու եկամուտներն են իրար հետ կոնֆլիկտի մեջ, տեսնենք։
Ինչ որ բարդություններ կլինեն ֆինանսներում երկորյակների համար հունիս ամսին, տեսնենք։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում իրականում, էլի շատ մարդիկ եմ տեսնում եւ էլի շատ անկեղծ ասած գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Ինչ որ կոնֆլիկտ, ինչ որ խնդիրներ ամեն դեպքում եղել է, բայց չեմ կարող ասել մարդիկ են վիճում, որտեղ շատ գեղեցիկ կարտեր եմ։ Այստեղ մարդկանց մեջ ես վեճ չեմ տեսնում, բայց կոնֆլիկտը, եթե հիշում եք, ես սկզբում որ ասում էի առաջին տարբերակում, չի անձնական հարաբերությունում, ընտանիքով ջերմ հավաքվում էին մի խումբ մարդիկ, ուզում են ինչ որտեղ գնալ, ճամփորդել, բացապես ֆինանսական հարցերը միգուցե պետք է իմի բերել, այստեղ կարող է այդպես կոնֆլիկտ լինել, այսինքն միգուցե մեծ ընտանիքով ինչ որ գեղեցիկ ճամփորդություն եք կամ հանգիստ եք ուզում պլանավորել ամառվա համար, ինչ որ ֆինանսները չեն բավականացնում, կոնֆլիկտը դրանում է, ձեր ցանկությունն ավելի մեծ է, քան ձեր ֆինանսները։ Բայց տեսեք այստեղ ինչեր եմ տեսնում։ Այս խաչմերուկում, այսինքն դուք ցանկանում եք, գիտեք, որ արդեն որոշել եք, ցանկանում եք, որ ուզում եք ինչ որ որոշման հանգստանալ եք ուզում, մեծ կահույք եք ուզում գնել, մեծ նոր տուն եք ուզում գնել, ինչ որոշում էլ որ լինի, դուք այսպես ճանապարհի կեսին եք, չգիտեք ինչ որոշել, առայժմ դեռ որոշման կայացնելու փուլում եք գտնվում եւ մենակ չեք որոշում, այստեղ ես տեսնում էլի մարդիկ եւ ընտանիք հարազատ մարդիկ, ֆինանսներն են, այո, կենտրոնում որոշումը կապված է ֆինանսների հետ, ինչը փոփոխություն եք ուզում, սա նորից կարող է նշանակել հանգիստ, որովհետև հունիսը դե ամառ է, ես ենթադրում եմ, որ մեծամասն մարդիկ ուզում են հանգստանալ, բայց դա պարտադիր չի հանգստի հետ, ուղղակի ես ինչ տեսնում, այն էլ ասում, արագիլ իրականում ճամփորդության, փոփոխության, տնից դուրս գալու տեղափոխության կարտն է, դրա համար եմ ասում ճամփորդություն եմ տեսնում, ամեն դեպքում դուք ինչ էլ որ որոշում եք, ինչ խոչընդոտ էլ որ լիներ, ինչ կոնֆլիկտ լիներ ֆինանսների եւ ձեր ցանկության մեջ, դուք կզրուցեք, կհասնեք ինչ-որ հայտարարի, ընդ որում էլի ընտանիք եմ տեսնում, այս բոլորը ընտանիքի անդամներ են, ընտանիք ազգականներ, ընտանիքով կորոշեք, կզրուցեք, կլինի առաջ խաղացում ձեր զրույցների որոշումների մեջ եւ դուք իրականում գումարները կկարողանաք իմի բերել, սա գումարի կարտն է, ինֆորմացիա, միգուցե ավելի լավ տարբերակներ, ավելի էժան փաթեթներ գտնեք ճամփորդելու համար, ձեր երազած տեղ չգնաք, գտնաք մի տեղ, որտեղ իրականում ֆինանսները ձեզ թույլ կտան, որ գնաք, ամեն դեպքում դուք տարբերակը կգտնեք, եթե հունիսին չգնաք ոչ մի տեղ կամ եթե գնում եք ինչ որ մեծ էլ եմ ասում, իր եք ուզում գնել փոփոխություն ընտանիքում, ծախսի հետ էր կապված, ընտանիքով կորոշեք, գումարները կգտնեք եւ կկարողանաք ձեր ցանկությունը իրականացնել։ Նորից եմ ասում, եթե հունիսին չկատարվեց ձեր երազանքը, հունիսին կպլանավորեք, կգտնեք ֆինանսները, բայց դրանից հետո արդեն հուլիսից կկարողանաք ձեր ցանկություններն իրագործել, լինի ճանապարհի հետ, լինի գնումների հետ։ Հաջորդ կարտը ընդհանուր, ինչ կարտերը ուրիշ ինչ կարող են ասել երկորյակներին հունիս ամսվա համար, տեսնում եմ թռչուններով զրույցները, բավականին շփվող կլինեք, շատ մարդկանց հետ կզրուցեք, շփվեք, ես ասում եմ, ընտանիքով անդադ շփում կար։ Ես չէի տեսնում ընդհանուր տրամադրությամբ, որ ինչ-որ բան առանձնապես փոխվում է, որտեղ գործողություն չկա, անշարժություն էր, գործողություն չի լինելու, բայց զրույցներ, որոշումներ, այո, անպայման որոշումներ կկայացնեք, շատ կզրուցեք, շատ կշփվեք։ Այո, կարող եմ ասել, նորից էլի տեսնում եմ նմանատիպ շատ կշփվեք, զրուցեք, ասեցի, սա լրացուցիչ կարտերից հուշում էր հունիս ամսվա համար էլ ինչ կարող են երկորյակներն ակնկալել։ Տեսնում եմ այստեղ գեղեցիկ, տեսնում եք այգին, գեղեցիկ ժամանցի վայրեր զրուցում եք։ Ես էլ եմ ասում, կարտերից ոնց նայում եմ, ես ավելի շատ հանգստի մասին եմ տեսնում, քան թե դուք ինչ որ գնումներ եք ուզում։ Ինչ որ հաճելի, ինչ որ մի բան եք ուզում, կամ հաճելի ուղակի ժամանցի կամ հանգստի մասին եք մտածում եւ զրույցները դրա հետ են։ Եթե գործակալությունների հետ եք տուրեր եք ուզում դրանց հետ եք զրուցում, ինչ էլ որ լինի, լուրի եք սպասում հունիս ամսվա ընթացքում էլի եմ ասում գործողություն չի լինի, հանգստանալու չեք գնա, բայց կզրուցեք եւ կշփվեք։ Իսկ առաջխաղացում անպայման կլինի, եւ ֆինանսներով կլիներ, եւ ձեր որոշումները կկայացնեք։ Իրականում բավականին հաջող ամիս էր երկորյակների համար։ Գործողություն էլ եմ ասում շատ չեմ տեսնում, շատ զրույցներ, բայց գոնե կկարողանաք որոշումներ կայացնել ամառվա հաջորդ ամիսներին, ինչպես կազմակերպեք ձեր հանգիստը։ Այժմ տեսնենք ինչ է սպասում խեցգետիններին հունիս ամսվա ընթացքում։ Ինչ կարող են խեցգետինները ակնկալել հունիս ամսին։
Ընդհանուր տրամադրությունը անձնական հարաբերություններում, աշխատանքում, ֆինանսներում եւ եւս լրացուցիչ մի կարտ, մի հուշում։ Ընդհանուր տրամադրությունը այնքան էլ լավ չեմ տեսնում խեցգետիների համար։ Աշտարակը կարող է լինել ինչ-որ նպատակ, ինչ-որ մի ցանկություն ունեք, երևի թե միգուցե հունիս ամսվա ընթացքում, բայց ինչ-որ ճանապարհը փակ է։ Ես 6-ով կարող եմ ասել ղարի, որ ճանապարհը փակ է, այսինքն ինչ-որ ցանկանում եք, չեք կարողանում ձեր ցանկությանը հասնել, ցանկությունը իրականացնել։ Եթե ուզում եք ինչ-որ ճանապարհ գնալ, չգիտեմ, հանգստանալու, ճանապարհը փակ է, առայժմ չի ստացվում։ Դե ես հունիսի համար եմ նայում եւ տրամադրությունը, սա կարող է ձեզ թվում է, թե ինչ-որ դուք ուզում եք ձեր նպատակին չեք հասնում, բայց մի ամսվա ընթացքում եթե չի ստացվում, կարող է հաջորդ ամիս սպասվել։ Ես շատ այսպես բացասական չեմ ուզում ընդունենք։ Ամեն դեպքում հունիսի ընթացքում ինչ որ մի հարցում կտեսնենք այստեղ մյուս կարտերով ինչին է վերաբերում, մի քիչ խեցգետիների համար կարող է խոչընդոտ լինել, ինչ որ մի ցանկության կարող է չկարողանան հասնել։ Ու անձնական հարցերում շատ լավ եմ տեսնում։ Անձնական, ընտանեկան, սիրային հարցերում տեսնում եմ շատ գեղեցիկ կարտ, սեր, երջանկություն, ընտանիքի հետ, եթե սիրող զույգեր են, եթե սիրահարված են։ Անձնական հարցերին ամեն դեպքում ճանապարհը չէր վերաբերում, աշտարակը ներողություն, քանդվող աշտարակը ամեն դեպքում անձնական հարցերին չի վերաբերում։ Տեսնենք էլ ինչ կասեն։ Կարտերը անձնական հարաբերությունների մասին։ Ոյ, սրանից լավ բան չէին կարող ասել, տեսեք ինչ կարտեր եմ տեսնում, հարգելիներս։ Լավա ձեր աչքի առաջ խառնում եմ, եթե չէ, սա կարող էր ասես, որ հատուկ պլանավորեի չէի կարողան, հարգելի խեցգետիներ, սեր, սիրահարվածություն, հաջողություն, սիրո առաջարկություններ, խոստովանություններ, ամեն ինչ սրա մեջ մտնում է, ամեն ինչ։ Ինքներդ տեսեք, տղաները սիրահարված, չգիտեմ, սիրտները բացում են, այսպես հաջողության կարտը, եթե առաջարկություն անեն աղջիկներ ընդունեք, տղամարդիկ, եթե ուզում եք առաջարկություն անել, արեք, ամենայն հավանականությամբ հաջողության կհասնեք։ Մի խոսքով սիր առաջ շատ ամիս եմ տեսնում հունիս ամիսը խեցգետիների համար, հարգելի խեցգետիներ, օգտագործեք առիթը, ինչ սիրային հարցեր ունեք, փորձեք լուծել հունիս ամսվա ընթացքում։ Աշխատանքում տեսնում եմ ինչ-որ փոփոխություններ, տեղափոխություններ նաև, տեսնենք ինչ է սա նշանակում։ Ինչ փոփոխություններ են սպասվում աշխատանքի վայրում խեցգետիների համար հունիս ամսվա ընթացքում։ Փոփոխություններ, այո, տեսնում եմ, կարող եմ ասել, հիշում եք այստեղ փոփոխությունների կարտն էի տեսնում, կամ փոփոխություն, կամ որոշ խեցգետիների համար կարող է նաև լինել տեղափոխություն, չգիտեմ, օֆիսից օֆիս, բաժնից բաժին են տեղափոխվում, կամ գործուղման են մեկնում, կարող է այդպես էլ լինել, բայց ընդհանուր առմամբ դա չի կարող բոլորին վերաբերել։ Տեսնում եմ, որ ինչ որ բան կանգ էր առել, աշխատանքում կարծես ոչինչ չէր փոխվում, կայուն էր, բայց կայուն ոչ շատ դրական իմաստով։ Ինչ որ խոսակցություններ են սկսվում եւ ինչ որ սխալ, ինչ որ չէր աշխատում աշխատանքի վայրում կարող եմ ասել։ Ես մարդիկ չեմ տեսնում, որ ասեմ ինչ որ մարդու եք թողնում հեռանա, բայց ինչ որ փոփոխություններ կլինեն, ինչ որ մի բան էիք անում գործի տեղը աշխատանքում կամ ձեր գործերում, այսպես կամ եթե դուք ձեր բիզնեսն ունեք, ինչ որ մի բան չէր աշխատում, դրա համար էլ այսպես լճացել ու կանգնել էր գործը, թողնում եք գնա, հեռացնում եք ձեզնից։ Դրանով հարցը կարողանում եք լուծել։ Տեսեք, սա խաչի 10-ն եմ տեսնում, այստեղ 10-ը շատ հաջող եմ տեսնում, ինչ որ կթողնեք գնա խանգարող, ինչ որ հանգաման կա կամ դանդաղեցնում էր աշխատանքը կամ հաճախորդ կար, մի հաճախորդ կոնֆլիկտներ էր ստեղծում, գործի խանգարում էր, թողնում եք գործարքը չեղյալ եք համարում, չեմ կարող ասել, ինչ որ մի բան չէր աշխատում աշխատանքի վայրում, դրա համար այսպես կանգնել էր գործը, թողնում եք գնա, դա շատ հաջող կլինի։ Եթե սա, չգիտեմ, ձեր վերադասի միջոցով կկարողանաք դիմել, վերադասը ձեզ կօգնի խոչընդոտը լուծելու համար, կարող է ինչ-որ մի նորամուծություն լինի աշխատանքում, դրա հետ կապված, որպեսզի խնդիրը կարողանա լուծել, այս կանգնած վիճակից սկսի ինչ-որ բան շարժվել։ Ամեն դեպքում, եթե վերադասը դուք եք, դուք կկայացնեք որոշում, փոփոխություն կանեք, ել եմ ասում, ինչ-որ բան կթողնեք հեռանա, աշխատանքում իրականում ցանկացած հարց
կլուծվի շատ դրական, շատ, երկու վերջին կարտը շատ հաջող էին, իսկ փոփոխություն ինքն էլ, տեսնում եք, գեղեցիկ կարտ է շատ, այսինքն փոփոխություն եք, եթե ակնկալում եք փոփոխություն, որտեղ շատ կանգնած, այսպես լճացած վիճակ էր, գործերը դանդաղել էին, առաջ չէին գնում, կգտնեք տարբերակ, դուք ձեր վերադասի հետ միասին եւ իրավիճակը կփոխեք ձեր օգտին։ Ֆինանսներում տեսնում շատ գեղեցիկ կարտ, ծարավ գեղեցկության եւ նաեւ ժամադրության, հաճելի ժամանակների, չէ, շատ հաճելի կարտ եմ տեսնում, ֆինանսները ամեն դեպքում ձեզ, այսպես ասեմ, ձեր սրտով կլինեն, ձեզ չեն նեղացնի ձեր ֆինանսները, եթե կարելի է այդպես ասել, ֆինանսների մեջ պետք է որ խնդիրներ չունենաք։ Տեսնենք, ինչ եմ տեսնում ֆինանսներում։ Մի քիչ բարդ կարտեր եմ տեսնում եւ շատ հակասական, անկեղծ ասած։ Սա հույսով եմ բոլոր խեցգետիներին սա չի վերաբերի։ Տեսեք, ես ուզում եի հասկանալ այս առաջի կարտը վերջ ինչի հետ է կապված, որտեվ անձնական հարաբերություններում ամեն ինչ հիանալի էր, աշխատանքի հետ կապված խնդիրները ճանապարհի եւ այսպես քանդվող աշտարակի հետ կապ չունեին, փոփոխություն մասին էր խոսքը։ Իսկ այստեղ տեսնում եմ ֆինանսներին կարող է վերաբերվել, ինչ որ ցանկություն նպատակ ունեիք ու ինչ որ հարցը չի լուծվում, այսպես ասեմ, հունիս ամսվա ընթացքում հարցը չի լուծվում, դրա մասին էր խոսքը, որ ձեր նպատակին չեք կարողանում հասնել։ Տեսեք, ես սկզբում տեսնում եմ կարտեր, ինչ որ ցանկություններ ունեք, կամ նոր պայմանագիր եք կնքում, կամ ինչ որ մի նոր գործարք, կամ ինչ որ նոր գործ եք ուզում սկսել ինչ որ մեկի հետ, կամ չեմ կարող ասել, սա նոր աշխատանք չեմ ասում, այլ գործարքն է նոր։ Նոր աշխատանքի եկամուտ եք փնտրում, որովհետև այսպես ինֆորմացիա եք ստացել, որ կարելի է ձեր եկամուտը ավելացնել։ Եվ անդադ զրույցները հաճելի են, զրուցում եք, բայց հետո կապը կտրվում է։ Տեսնում եք, այստեղ 7-ը տեսնում եմ դրական, այստեղ բացասական, կապը կտրվում է եւ այլ ինֆորմացիան սպասում եք եւ հանկարծ չի գալիս, որտեղ սկզբում շատ նորմալ շփվում էիք եւ այսպես կանգնում է իրավիճակում, իրականում չի շարժվում, անգործության է, լուրը չի գալիս, չեք կարողանում հասկանալ ի վերջո սա լինելու է, չէր լինելու, անշարժ վիճակ է, լուրը չի գալիս, չգիտեք ինչ անել, կանգնած եք այստեղ ճանապարհի մեջտեղում եք մնացել, այո, դրա համար է հիշում եք ասում այստեղ ճանապարհը ելքը չեք տեսնում, այո, մնացել եք մի տեսակ ճանապարհին, չգիտեք ինչ որոշել եւ գնալով ամպերը ավելի են կուտակվում։ Այսինքն սկզբում, որ ես տեսնում եք ֆինանսները վատ չեն լինելու, ես էլի չեմ տեսնում, տեսեք, այսպես կարող եմ ասել սրանով, ես ձեզ ֆինանսական կորուստներ չեմ տեսնում։ Այսինքն այս կարտով կարող եմ ասել, որ դուք ֆինանսապես ապահոված եք եւ ինչ նպատակ ունեք հունիս ամսվա ընթացքում ոչ մի խանգարող հանգամանք չկա ֆինանսներում, պարզապես, եթե սա լրացուցիչ եկամտի մասին է խոսքը, ավելի լավացնելու ձեր ֆինանսները, այդ ճանապարհը աշտարակով էլ եւ այս կարտերով էլ տեսնում են, որ առայժմ փակ է, որովհետեւ կապը խզվել է, մարդիկ չեն պատասխանում կամ չեն գնում, փոփոխություն չի լինում, ամպերը կուտակված են եւ դուք սպասողական վիճակի մեջ եք։ Ես փորձեմ լրացուցիչ 1-2 կարտ էլ հանել, բայց առայժմ ինչ որ տեսնում եմ, առայժմ հունիս ամսին լինելու եք սպասողական վիճակում։ Բայց էլ եմ ասում, դա կապված է ֆինանսների ավելացնելու հետ, ոչ թե կորստների հետ։ Ֆինանսական կորստներ չեմ տեսնում եւ տեսնում եմ, որ դուք ֆինանսապես իրականում ապահոված վիճակում եք, չունեք խնդիրներ։ Այո, տեսնում եք, այստեղ տեսնում եմ 10 պենտակլի, այսինքն լուրջ գումարների մասին է խոսքը։ Դուք ավելի ակնկալիքներ ունեիք, քան թե ունեք, ֆինանսներ ավելի շատ, բայց ինչ որ չի ստացվում։ Այո, ինչ որ անհամաձայնություն կար, զրոյական վիճակ է տեսնում սրանով, մարդիկ չեն պատասխանում կամ անհասկանալի իրավիճակում եք հայտնվում, այսինքն զրոյական վիճակ, բանակցություններ կային, ինչ որ զրույցներ կային, նույնիսկ ինչ որ անհամաձայնություններ կային, բայց մի տեսակ զրոյական վիճակ է եւ դա շատ հուզում է ձեզ։ Շատ եք անհանգստանում, տեսնում եմ ֆինանսները, բաժակը, տեսնում եք, այսպես ձեր համբերության բաժակն արդեն լցվել է, լցվում է, շատ էմոցիոնալ եք այս հարցով, բայց ես էլ եմ ասում, առանձնապես չեմ տեսնում, որ
հարցերը հունիս ամսին կլուծվեն։ Երևի թե ինչ-որ սպասողական վիճակ ամեն դեպքում կլինի։ Իսկ հաջորդ կարգը ընդհանուր ինչ կարգերը լրացուցիչ ինֆորմացիա կհաղորդեն խեցգետիներին հաջորդ ամիս, տեսնում եմ նավակը, տեսնում եմ ծախսեր, տեսնում եմ նավ, տեսնենք սա ինչի հետ է կապված։ Միգուցե այդ ֆինանսների հետ, որ ֆինանսները չեն գալիս, դրա համար էլ մի փոքր նեղվում եք։ Այո, թերևս ես տեսնում եմ այստեղ փորձում եք խորհրդակցել մարդկանց հետ, շատ ուզում եք երկար բարակ, այսինքն բավականին մտածում եք, համբերության բաժակը որ ասում է լցվել է, այո, դուք անհանգստանում եք, մտածում եք, փորձում եք ավելի իմաստուն գտնվել, այդ մարդիկ ումից որ կախված է ինֆորմացիան, բավականին այստեղ ֆինանսական չեմ կարող, եթե բանկի հետ է կապված, բանկից վարկ եք ուզում վերցնեք, չեն տալիս, շփվում եք այդ մարդկանց հետ, բայց տեսնում եք անշարժ վիճակ, ոչինչ տեղից չի շարժվում։ Դրա համար ունեք անհանգստություններ, կասկածներ, վախեր, որ կլինի, թե չի լինի, ինֆորմացիան մի տեսակ չի գալիս, դա ձեզ դեռ շարունակում է անհանգստացնել։ Եվ կարող եմ ասել, որ այդ դեպքում սա նշանակում է, որ այո, կանգնած էր։ Այս կարտով էլ տեսա, դրանով էլ։ Փաստորեն միակ հարցը ֆինանսների հետ է կապված, որովհետև եթե լրացուցիչ ինչ-որ ֆինանսներ եք սպասում, չի գալիս, ձեր ցանկության չեք հասնում, կանգնած է նավը, չի շարժվում տեղից, որովհետև դեռ ձեզ չեն պատասխանում։ Եվ կլինի սպասողական վիճակ, դեռ անշարժ կլինի, բայց ձեր անձնական հարցերում այնքան լավ է, հարգելի խեցգետներ, կենտրոնացեք անձնական հարցերի վրա, փորձեք հաճույք ստանալ ձեր կյանքից, մինչև ձեր ֆինանսական հարցերը կկարգավորվեն։